Շարունակվում է առավոտ լուսոն եւ հիշում եք, չէ, հաղորդման ամենասկզբում նշեցինք, որ այսօր նաեւ առաջարկելու ենք տարբերակներ ուրբաթ երեկոն եւ հանգստյան 2 օրերը անցկացնելու, որոշեցինք ճամփորդել եւ բացահայտել Հայաստանը, բայց մշակութային իրադարձությունների մասին դեռ չենք պատմել եւ այսպես Հայաստանի Պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է ապրիլյան հերթական բարձրարվեստ երաժշտական երեկոն, որը տեղի է ունենալու Առո Բաբաջանյան համերգասրահում հենց այսօր, ապրիլի 18-ին։ Հիմա կիմանանք մանրամասները համերգի։ Իսկ մեր հյուրերն են դաշնակարուհի Սոֆիա Մելիքյանը, բարի լույս, եւ թավ ջութակահար Միքայել Հախնազարյանը։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Եվ մինչ սկսելը պատմում եք, թե ինչպես գաղափարը ծնվեց, որ պետք է տրիոյով հանդես գաք, նաեւ պատմեք մեր հեռուստադիտողներին։ Շատ հետաքրքիր է։ Վիրտուալ է եղել առաջին որոշումը։ Առաջին որոշումը, այո, վիրտուալ է եղել, բայց պետք է նշել, որ մենք մանկության ընկերներ ենք, Միքայելի եւ Դավիթի հետ, մենք սովորել ենք նույն դպրոցում, այստեղ Երևանում, Չայկովսկու անվան դպրոցում, եւ դա շատ երկար տարիների ընկերություն է մեզ կապում, հետո հանգամանքների բերումով բոլորս դուրս ենք եկել Հայաստանից եւ ուսումը շարունակել տարբեր երկրներում, ես գնացի Իսպանիա, Միքայելը մեկնեց Շվեյցարիա, իսկ Դավիթը Ֆրանսիա, բայց այդ տարիների ընթացքում կապը պահպանվել է մեր մեջ եւ այդ տարիներին, պանդեմիայի տարիներին որոշեցինք ինչ որ պրոյեկտ եւ միավորել ուժերը, որովհետեւ միշտ մեր երեքիս մոտ շատ մեծ ցանկություն կար երյակում նվագել տրիոյում եւ այդպես ծնվեց այդ գաղափարը։ Առաջին տարին իհարկե գաղափարի մակարդակի վրա էր եւ երբ որ արդեն այդ շատ սուր դժվարությունները պանդեմիայի անցան, սկսեցինք կարողանալ իրագործել այդ ծրագիրը, որ ունենք։ Բայց Հայաստանում հանդես եք գալիս առաջին անգամ։ Այո։ Իսկ մինչ այդ որ երկրներում եք հնարավորություն ունեցել ձեր երաժշտությունը մատուցել։ Արդեն ահագին գալի ասել մենք տենց ստեղծագործական կյանք ունի ես մեր անսամբլը 21 թիվ, հա, ոնց առաջի համերգը 21 թիվն էր, ինչքան հիշում եմ, Փարիզի Զալկորտոյի համերգը։ Այո, փաստորեն 4 տարի մենք արդեն գործում ենք, Ֆրանսիայում ավելի շատ ինձ թվում է Ֆրանսիայում են եղել համերգները, ոնց ասի առաջի համերգը Փարիզում էր, ու դրանից հետո մենք բազմաթիվ անգամ նվագեցինք Իսպանիայում, մեծ քաղաքներում Գերմանիայում, Գևանդհաուսում, Լայպցիգի, Բերլինում, այդտենց եւ շարունակում ենք եւ իհարկե սա մեզ համար շատ հատուկ օր է, քանի որ բնականաբար ինչքան ենք սպասում այդ օրվան, որ մենք վերջապես Երևանում այս երեկի կազմով ելույթ ունենանք։ Նաեւ նշենք, որ ջութակահարն է Դավիթ Հարությունյանը, մեր հեռուստադիտողների համար եւ այսօր երեկոյան, արդեն այսօր երեկոյան սպասվում է համերգը։ Խոսենք համերգի ծրագրի մասին։ Ինչ է սպասվում հանդիսատեսին։ Կնվագենք Բեթհովենի մի տրիո, օպուս 11, եւ կնվագենք երկու ստեղծագործություն, որը որ գրել ենք այս վերջի ձայնասկավառակի մեր ծրագիրն է, Շոնբերգի Լուսավոր գիշերը եւ Բրամսի տրիոն, օպուս 8, առաջի տրիոն։ Այդ ձայնասկավառակը շարունակությունն է մեր Բրամս պրոյեկտի, որովհետեւ 2023-ին դուրս եկավ մեր առաջին ձայնասկավառակը, երկրորդ եւ երրորդ տրիոներով եւ այս շարունակությունն է։ Պետք է եթե կարող եմ նշել, որ երկրորդ գործը համերգին այդ Շոնբերգի Լուսավոր, կարծում եմ, որ այդպես է։ Ինչ շատ հետաքրքիր է, ավելի լավ թարգմանություն կա թե չէ, Լուսավոր գիշեր, դա կատարվելու է առաջին անգամ Հայաստանում, քանի որ ինքը օրիգինալ է այդ գործի, դա գրված է Լարային սեքստետի համար։ Եվ այս մշակումը, որ արվել է Շոնբերգի աշակերտի կողմից, Շտոերման, սա վստահ եմ, որ Հայաստանում չի կատարվել, ընդհանրապես Եվրոպայում էլ շատ հաճախ չի կատարվում։ Ու մենք այդ կարելի ասել այդ ռիսկի գնացինք դա ձայնագրել եւ ստեղ ներկայացնել, որտեվ միշտ եթե ինչ-որ մշակում է, արդեն ինչ-որ ոնց որ ռիսկային պահակա թե արդյոք օրիգինալ ավելի լավն է, մարդիկ կմտածեն չէ, բայց համաձայն եմ, այո։ Այո, մի քիչ այդ պահակ կա, բայց իհարկե ստեղ ներկայացնել դա, իսկ շատ հետաքրքիր կլինի համ մեզ, համ ունկնդրի համար, որ ոնց որ առաջին անգամ ուրիշ կողմից ուրիշ լույս ընկնի այդ գործի վրա։ Իսկ հայկական լսարանի համար ընդհանրապես ծրագիրը փոփոխել եք, թե ոչ։
Չէ, չենք փոփոխել։ Ճիշտն ասած շատ երկար ենք մտածել, թե ինչ արժի իրոք այստեղ նվագել, եւ եկանք այն եւ ոնց որ Միքայելը նշեց, հարցականի մեծ տակեր հենց Շոնբերգի ստեղծագործությունը, նվագենք թե չնվագենք, վերջը եկանք այն եզրակացության, որ իրոք պետք է ծանոթացնել։ Շատ լավ հարց եք տալու, որտեղ միշտ մտածում ենք կներես, որ խզկտում եմ ծրագրի պահով իհարկե ինչ ծրագիր ներկայացնենք, որ ընկերները կամ ծնողները հաճախ ասում են միշտ մի հատ sense շատ հզոր վառ, հա, հետո մենք մտածում ենք իհարկե արդյոք արժի հայկական երաժշտություն լինի, իհարկե մենք նվագում ենք։ Այսա ինձ մոտ է առաջանում, այո։ Բայց ամենայնիվ մենք մտածեցինք, որ երևի արժի անել այն ծրագիրը, որը մենք ներկայացրել ենք հաճախ եւ ուզում ենք այստեղ ինչ որ նոր բան լինի, որտեղ Բրամսն ու Շոնբերգն են իրար հետ կապված, ու այդ ծրագիրը ոնց որ այդ մի էլեմենտը ոնց որ հանենք մեր բանից, որ անպայման այնց անենք, որ պուբլիկային դուր գա։ Իհարկե պիտի դուր գա, բայց մյուս կողմից էլ փորձում ենք ներկայացնենք այն ծրագրերը, որոնք մեզ հետաքրքիր են, մեր կարծիքով շատ լուրջ ինչ որ բան ունի ու ներկայացնել դա, հետո արդեն թե դուր կգա, թե չէ, հուսում ենք որ դուր կգա, բայց ոնց որ ինչ որ նոր բան է տալի պուբլիկային, հա, դա շատ կարևոր է իհարկե, որ իրանք տեսնեն վերջում, իրանք դա հավանեցին թե չէ, այդ կապը գործերի հետ հավանեցին թե չէ, արդյոք դա վառ էր թե չէ, դե մենք կփորձենք լավ նվագել, ուրիշ ինչ կարող ենք անել։ Ձեր խոսքում էլ նշեցիք, որ Հայաստանի այս համերգը ավելի պատասխանատու է, սպասել եք այս համերգին, ինչով է տարբերվում հայ հանդիսատեսի առաջ եւ Հայաստանում ելույթ ունենալը, որովհետեւ կապ չունի, որ երկրում էլ ելույթ ունենաք, միևնույնն է, երբ տեսնում են, որ հայեր են, նույնիսկ չճանաչելով միանգամից կգամ, իսկ վստահաբար ձեզ ճանաչում են Հայաստանի սահմաններից դուրս եւ հայ հանդիսատեսի հետ շփում եղել է, բայց Հայաստանում նվագել հայ հանդիսատեսի համար ինչ պատասխանատվություն է դա։ Շատ ավելի մեծ պատասխանատվություն է, որովհետև երևի այսօր երբ որ դուրս գանք բեմ 90% դեմքեր ծանոթ են լինելու մեզ։ Ընկերներ, ծանոթներ, այո։ Ավելի դա ստեղծում է ինչ որ հատուկ են ճնշում, բայց միաժամանակ ադրենալինը բարձրացնում է եւ երևի ավելացնում է ուրախություն եւ ցանկություն կիսվել այն ամենայնով, ինչ որ մենք ձեռ ենք բերել Հայաստանից դուրս նաև։ Ինչու սպասումներ կան երևի ավել։ Իհարկե ամեն համերգը մեզ համար շատ մեծ կարևորություն ունի, դրսում մյուս այդ էլեմենտն է, որ մենք ներկայացնում ենք կոպիտ ասած Հայաստանը ու ինչի երեք հայ երաժիշտ ու եթե նվագում ես այդպես հայտնի դահլիճներում, իհարկե դա էլ է շատ մեծ պատասխանատվություն, բայց ոնց ասենք, ստեղ գալուց գիտենք, թե երևի սպասումներ կան, նամանավանդ եթե առաջի անգամ այս կազմով եկել եմ, դե ասեն ինչու եւ ինչ լավ է եւ տեսնենք ինչ է, տեսնենք իրանցից ինչ են ներկայացնում, ոնց են փոխվել, արդյոք այս արժեր, որ իրանք այդքան տարիներ անցկացրեցին Հայաստանից դուրս վերադարձան, այդ ամեն ինչն է, պլյուս դրան ոնց որ Սոֆյան նշեց, որ այդ շատ ուրախալի մի հատ պահ կա։ Զգացողությունների մասին հրաշալի կերպով ներկայացրեցիք։ Այս տրիոյով առաջին անգամ եք համերգ ունենալու։ Իսկ այդ ադրենալինի բարձրացման շարունակություն չեք ուզում նման համերգներ այլ ավելի շատ ունենալ այստեղ Հայաստանում։ Շատ մեծ ուրախությամբ կունենալ, շատ ենք ուզում։ Անպայման եւ այդ ուղղությամբ կմտածենք եւ կտարվեն աշխատանքներ։ Անպայման։ Ու միգուցե այս բանն էլ մենք օգտագործենք, որ շնորհակալություն հայտնենք այսօրվա համերգի կազմակերպիչներին, Արմեն Մանասյան եւ Արտյոմ Նաղձյանին, ֆիլհարմոնիայի Բաբաջանյան դահլիճի կազմին, որ մի անգամից այդ գաղափարի մասին ունենք երևի անցյալ տարի խոսեցինք, իրանք ասին մեծ հաճույքով ցանկացած ժամանակ մեզ օր ասեք, մենք ամեն ինչ կանենք։ Ու իմ անձամբ ես արդեն ելույթ եմ ունեցել ուրիշ կազմերում այնտեղ ու ուղղակի արտակարգ գործ են իրենք անում, այդ պետք է իրոք նշել։ Դա նենց հաճելի է։ Գիտեք որ գիտես գալիս է Հայաստան ու ամեն ինչ կազմակերպված է բարձրագույն մակարդակով։ Նրան ինչ որ մենք ինչ որտեղ արդեն սովորել ենք դրսում եւ միշտ ցանկացել ենք որ նույնը լինի այստեղ Հայաստանում։ Լինի այդպես բոլորի համար։ Էլ ավելի շատ որ մենք ուրիշ մարդկանց ոնց որ ուզում ենք որ իրանք կան Հայաստանում ներկայանան, չէ՞ մեր ծանոթ երաժիշտներ ինչ որ շատ հայտնի երաժիշտներ ու այդ պահին ասում ենք շատ լավ կլիներ որ
այդ մակարդակով ամենաբարձր մակարդակով դա կազմակերպված լիներ մարդիկ ու տենց էլ այս վերջի տարիներում փորձը ցույց է տալի որ այդպես էլ կա ու մարդիկ շատ են սիրում Հայաստան գալ ոչ հայերը մեծ երաժիշտները գալ էլ խոսք էլ պետք չի ասել գիտենք ինչքան էներգետիկս թե ինչ որ ֆենոմենալ բան կա որ բոլորին դուր է գալի ջերմություն այդ արև եւ այդ ամեն ինչ գիտենք բայց շատ հաճելի է եւ մեկ Եվս մի անգամ շատ շնորհակալություն կազմակերպողներին։ Այո, մենք եւս շնորհակալ ենք կազմակերպիչներին եւ իհարկե ձեզ այս գաղափարը նաեւ Հայաստանում իրականություն դարձնելու եւ ձեր տրիոյով ելույթ ունենալու համար։ Իդեպ քանի որ նշեցիք շատ օտարերկրյա երաժիշտներ գալիս են Հայաստան, նաեւ գալիս են ձեր նման մարդկանց երաժիշտների շնորհիվ, ունենալով ձեզ նման ընկերներ եւ ճանաչելով Հայաստանը գալիս ու սկսում են նաեւ համագործակցել տարատեսակ համերգների ընթացքում։ Շնորհակալ ենք անչափ, ձեզ հաջողություն ենք մաղթում եւ վստահ ենք, որ թե ծրագիրը, թե ընդհանրապես համերգը մեր հանդիսատեսին, ձեր հանդիսատեսին դուր կգա եւ հուսանք, որ այս համերգներն էլ շարունակական կլինեն, մենք էլ միշտ պատրաստ ենք մեր եթերից լուսաբանել եւ շատ կարեւոր է, այլ լինի շարունակական։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժվենք առաջ սիրելի հեռուստադիտողներ։